Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր ցանկանում եմ պատրաստել մարինացված սնկով եւ գազարով համեղ եւ օգտակար աղցան։ Ասեմ, որ շատ հեշտ պատրաստվող աղցան է, ինչու՞ չէ նաեւ օգտակար։ Կարող եմ պատրաստել բոլորը։ Հիմա ես ձեզ կասեմ, թե ինչ է հարկավոր աղցանը պատրաստելու համար։ Բաղադրիչները ձեզ ցույց կտամ սիրելիներս, որից հետո միասին կպատրաստենք։ Վերցրել եմ 2 բանկա սունկ կտրատված վիճակում, 2 բանկա եգիպտացորեն, այստեղ փոքրիկներն էլ կան, երկուսը մեկ հատ է, էլի, 2 հատը մի հատ եմ հաշվում։ Աղ, սև պղպեղ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գթալ բուսայուղ, 2 խոշոր հավի կրծքամիս, որը պետք է թելթելանեմ, 6 հատ միջին չափի գազար, գինձ եւ սամիտ։ Սկսում եմ աղցան պատրաստել եմ, մի հատ ձեռքերս լվանամ սիրելիներս, վերադառնամ եւ սկսեմ արդեն սկզբնական գործողությունը կատարել։ Ասեմ, որ վերցրել եմ այսպիսի քերիչ, որով պետք է մանրանկացնեմ գազարը, եւ գազարը ինչքան երկարությունը պահպանվի, այնքան ավելի գեղեցիկ է նայվում եւ սիրուն է լինում։ Սիրելիներս, արդեն գազարը քերիչով անցկացրել եմ, տեսեք ինչ բարակ եւ նուրբ է ստացվել։ Հիմա մանր կուբիկների եմ բաժանում, մանր կտրատում եմ սոխը։ Ցանկանում եմ նախապես կտրատել եւ պատրաստել աղցանի բաղադրիչները, որից հետո բոլորը կխառնեմ իրար եւ կստանամ միասեր զանգված։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մինչ սոխը մանր կկտրատեմ, ցանկանում եմ ձեզ հետ զրուցել բաժանորդագրությունների համար, ովքեր որ բաժանորդագրված են իմ ալիքին, ասեմ, որ անչափ շնորհակալ եմ ձեզ լավ եւ ջերմ մեկնաբանություններ գրելու համար, բաժանորդագրվելու համար։ Իսկ ովքեր որ բաժանորդագրված չեն, կխնդրեմ միանալ ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի ունենանք ել ավելի լավ վիդեոներ, ինչու՞ չէ նաև հետաքրքիր վիդեոներ։ Տեսնում եմ, որ դիտումները շատ են, սակայն բաժանորդագրվողները, հետևորդները շատ քիչ են։ Կխնդրեմ սեղմեք, որպեսզի բաժանորդները ել ավելի բարձրանանք։ Ես աշխատանք եմ տանում ալիքի լավացման համար, ձեզ համար, որպեսզի դուք դիտեք մեր առօրյան, թե ինչով ենք մենք զբաղվում, ինչ ենք պատրաստում, եւ ձեզանից էլ մեկ խնդրանք, որ դուք միանաք ալիքին։ Ինչքան շուտ հասնենք 1000 եւ ավել հետևորդի, այնքան ավելի լավ, թե ինձ համար եւ թե ձեզ համար։ Որ տեսնում եմ բազում մարդիկ, որ դիտել են վիդեոները, բայց չեն բաժանորդագրվել, դեռ նույն տեղում ենք, դոփում, առաջ չենք գնում, մի տեսակ աշխատանքդ չգնահատված է զգում ու չես ցանկանում, որ շարունակել, այդ պատճառով եմ ասում, դուք ակտիվ եղեք, որպեսզի ես էլ ակտիվ լինեմ։ Ինչևիցե անցանք առաջ, հիմա ասեմ ինչ եմ արել, քերիչով անցկացրած գազարը լցրել եմ տապակի մեջ, բուսայուղով տապակում եմ, այստեղ կտրատել եմ կանաչին։ Քիչ քանակությամբ աղ եմ ավելացնում, որպեսզի փափկություն երևա գազարի վրա ու վերջ, շատ պետք չի սիրելիներս, 10 րոպե ամենաշատը մնա գազօջախի վրա, բավական է, որից հետո արդեն սկսում եմ հավաքել աղցանը։ Այստեղ տեսնում եք տարայի մեջ ավելացրել եմ գազարը, եգիպտացորենը նախապես քամել եմ, լվացել եմ, դա եմ ավելացնում, այստեղ հավի կրծքամիսը թելթել եմ արել, սունկը պատրաստ է, մի խոսքով սկսում եմ հավաքել։ Ֆոկուսը հազիվ եմ բռնել։
Սիրելիներս, աղցանը գրեթե պատրաստ է, ես մի փոքր թթվասեր եմ ավելացնում իմ բաժնի մեջ, կարող եք դուք էլ ավելացնել, այդպես փորձել, կարող եք նաև մայոնեզով փորձել, ըստ ցանկության, ըստ ճաշակի, ինչպես դուք ցանկանաք ձեր քիմքին հաճելի։ Իսկ այսօրվա համար այսքանն էի պատրաստել, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ վլոգներում։